Ողջույններս բոլորիդ իմ թանկագին բարեկամներ, առավոտ վաղ շտապել էի ինտերմարշե գնումներ կատարելու, վերցրել եմ, եթե չեմ սխալվում 4 հատ, կամ 4 հատ երևի թե քրուասոն, այստեղ մանդալին, Ալեքսիս ասաց, մի քիչ մանր էր, բայց դե ոչինչ, հարմար է, որ դպրոց էլ է հետը տանում, խնձորը բան չի տանում հետը, որ կտրում եմ մի քիչ սև այ բանան մոռացա առնեմ, երևի չկար, մրգերի բաժնում եղա, չգիտեմ աչքովս ինչի չընկավ, դրա համար եմ մոռացել, լավ, ոչինչ, այսքանի օրը Lidl-ել եմ գնալու, այստեղ մեծ family pack է, այսինքն ընտանեկան ոնց որ pack է, խոզի միսը և տավարի միսն է, սենց family pack որ լինում է, ավելի մաչելի է լինում, այստեղ կիլոն 6.99 է, նենց սովորականը 8 քանիս էր, այստեղ 2 հատ չիպս, երշիկ, երեկ մենք ամուսիններով, ճիշտն ասած, ֆիլմա դիտում էինք կազմակերպել, երեխենքնեց ու մի բաժակ գինով հասկացա, որ մենք տանը տենց չեմ օգտագործում շատ ես չիպս, հիմնական Ալեքսն է վերջի տալի, դրա համար չեմ գնում ու հասկացա, որ սենց բաներ մի տեսակ պակասում է, որոշել ենք էլի ֆիլմադիտում անեմ դրա համար, այստեղ 2 շիշ ջուր եմ վերցրել, սիրելի բարեկամներ ու պանիրի լավ կտորներ էին ստացել ինտերմարշեում, այստեղ պադանոյա, պադանոն շատ նման է պարմեժանին, գրեթե համայն առումով տենց մեծ տարբերություն չկա, պեկորինի է սիսիլիական պեկորինոն է, որ էլի լավ կտոր էր, միշտ չի որ լինում է, հաճախակի եմ նայում, այսօր պանիրներ լավ կտորներ էին կտրել ու մեկ էլ գուդա կտորներով, սենդվիչի համար այդի հարմար, արժեքը այս ամենին վճարել եմ 41 եվրո և 19 սենտիմ, հիմա այս արագ տեղավորում եմ ու վազեմ Ալեքսին լողացնելու, այստեղ ծաղկակաղամբով կրեմապուրն է, որ մատուցելու եմ, այստեղ կիսա չոր հացեր են, ես օգտագործելու եմ այս ֆոնդուի համար, պանրով ֆոնդուի դիպեր են, մանր չեմ կտրատում հացերը, որովհետև ուզում եմ սենց այս տարբերակով լինի, ունեմ նաև ֆոնդուի համար նախատեսված ամանը, սա հենց ֆոնդուի պանրի համար կամ շոկոլադի համար, նայած որը որ ուզում եք, կարելի է շոկոլադը հալեցնել մրգերով, միրգը մտցնել մեջ ու այդպես ուտել, ես պանրի տարբերակն եմ սիրում, երբ որ այստեղ կերասին ենք ավելացնում, այրում եմ, բայց քանի որ Ալեքսս շատ շարժվող է, դրա համար սիրում է կրակի հետ խաղալ, այս չեմ օգտագործի, դա է պատճառը, որ հացերը փոքր չեմ կտրատել, հեսա կասեմ ինչ եմ, սա շատ ցածր կրակին եմ դրել, 2-ի վրա է ինձ մոտ, հալեցրել եմ, ավելացրել եմ միայն սխտորի փոշի և սև պղպեղ, վերջ, սա պատրաստ է, հիմա հացերի վրա կավելացնեմ, ու այդպես ապուրի հետ կմատուցեմ, սիրելի բարեկամներ, շատ հարմար է նաև, եթե հյուրեր եք ունենում, չգիտեմ, գինի պետք է կամ հյուրերի հետ ժամանակ անցկացնելու համար, էլի շատ լավն է, այս ֆրանսիացիներն են շատ օգտագործում այս ֆոնդյուն պանրով, ես կանջատեմ գազը ինձ մոտ, վերջ, վերջերս ինձ շատերդ եք ասում, որ մոտ ժամանակներս տեղափոխվելու եք Բելգիա բնակվելու, որ քաղաքում խորհուրդ կտաք, որպեսզի ես խորհուրդ տամ, որ դուք ապրեք, ինչպիսին են գները, տները և բազմաթիվ այլ հարցեր։ Նախ ցանկանում եմ ասեմ, որ եթե գալիս եք այստեղ ապրելու և պետք է պետությունը որոշի, թե որ հատվածում եք դուք ապրում, այսինքն դուք ձեր միջոցներով չեք գալիս ապրելու, այլ պետությունից հայցում եք օգնություն, ապա պետությունն էլ որոշում է, թե ձեզ ուր կուղարկի։ Ոչ ոք չի իմանում, թե Բելգիայի որ հատվածում ինքը կտեղակայվի ապրելու համար։ Եթե տեսնում եք, սա Շարլերոյի հատվածն է, հենց Շարլերոյ քաղաքն է,
ու ինձնից եթե խորհուրդ եք հարցնում, ես կասեմ, որ այս հատվածը այնքան էլ լավագույն հատվածը չի ապրելու համար։ Ոչ երեխաների համար է շատ հարմար, որովհետև այնքան էլ ապահով չի, այստեղ շատ թմրանյութեր են շրջանառվում, շատ հարցագործություններ ա լինում։ Ես ինքս էլ հաճախակի մտածում եմ այս հատվածից տեղափոխվելու մասին ու ինչպես ասեցի, չեք կարող դուք որոշել, թե որ հատվածում ձեզ կներառել ապրելու համար։ Ինչպես տեսնում եք, շենքերը ոչ այնքան լավ վիճակում են, պատուհանները կոտրած են, քաղաքը կեղտոտ է, ու ընդհանրապես սա ապահով քաղաք չի։ Եթե ձեզ այստեղ նշանակ են ապրելու, այստեղ ուղարկեն ապրելու համար, դե բնականաբար պետք է հարմարվեք, պետք է ապրեք, բայց հիշեք, որ այստեղ ես որ ամեն դեպքում չեմ կցանկանամ, որ ավելի լավ տեղ հայտնվեք ապրելու համար։ Նաև ապահով չի գիշերները, այստեղ մարդիկ էլ ավելի շատ հանցագործ պատմություն ունեցող մարդիկ են ապրում ու այդքան էլ լավ չի։ Կարծում եմ շատերիդ համար ծանոթ է լագեր ասված հասկացությունը, ընդհանրապես Եվրոպայում, ինչպես նաև Բելգիայում հենց այդ լագեր ասվածը, այսինքն մարդիկ ովքեր որ օգնություն են փնտրում պետությունից, իրենց տեղափոխում են կամ լագերներ, կամ կան շրջաններ, որտեղ լագեր չկա ու բնակարաններ են վարձում իրենց համար։ Շարլեղուայում մենք չունենք լագերներ, Շարլեղուա երբ որ գալիս են մարդիկ, ուղարկում են այստեղ իրենց համար տներ են վարձում։ Բայց դե ճիշտ է, դուք ոնց որ առանձին եք ապրում, մի կողմից լավ է, որովհետև գիտեք երևի թե այդ լագերային այդ ճամբարները որ կան, ճամբարներում տարբեր ազգերի հետ եք ապրում, այնտեղ լոգարանն եք կիսում, խոհանոցն եք կիսում միասին, մի խոսքով դժվարությունները իհարկե շատ են։ Այստեղ հարմարավոր լագեր ասվածը չի, ճամբար ասվածը չի, տունա, որտեղ դուք ձեր ընտանիքով կլինեք, բայց դե մյուս կողմից էլ ինքը քաղաքը այդքան էլ ապահով, մաքուր ու լավագույն քաղաքը չի ապրելու համար։ Հարցերը, որ ինձ հնչեցրել եք, շատ ընդհանրական են ու եթե ցանկանում եք, որ ես ավելի մանրամասն որևէ հարցի պատասխանեմ, կոնկրետ ինչ-որ հարցի, մեկնաբանություններում գրեք, խնդրում եմ, թե կոնկրետ ինչ հարցերի կուզենաք, որ ես պատասխանեմ, ես հենց այդ հարցերին կանդրադառնամ ու ձեզ մանրամասն կասեմ, թե ինչպես է այստեղ տեղի ունենում, կփորձեմ նաև նկարահանել այդ հատվածը, եթե իհարկե հնարավորություն կունենամ, ես ավելի մանրամասն կանդրադառնամ այդ հարցերին։ Ուղղակի մեկնաբանությունների բաժնում թողեք, թե կոնկրետ ձեզ ինչ հարց է հուզում։ Մենք այսպես զբաղված, շատ խիստ զբաղված քանդում է, ինչպես որ խոստացել է ամուսնյակս, որպեսզի ավելի երկարները դնի այստեղ։ Այս տուփը տեսնում եք, սենց մնացել է դռան մոտ, այդ երկարը որ լինի, ոնց որ գոնե կմտնի պոլկաներից մեկի մեջ, որ տեղ ազատվի։ Ես ինչով եմ զբաղված, խնդրում եմ տան թափթփվածության մասին ոչ մեկին չասեք, ես շուտով տանց դուրս պետք է գամ դրա համար, այստեղ հաճարով փլավ եմ պատրաստում, այստեղ նրբերշիկներ եմ դրել, որպեսզի ստացվի, այստեղ հիմա ջուրը կավելացնեմ, սունկ, տոմատ, կարմիր պղպեղ, ուրիշ ոչ մի բան չկա, ջուրը կավելացնեմ, վերջում աղ, կթողնեմ այսպես։ Տեսնեմ, թե ձեզանից ով կգուշակի, թե սա ինչ է։ Այո, սիրելի բարեկամներ, ճիշտ եք, սա ձու է։ Ձվածեղ, երբ որ ռեստորանում կամ հյուրանոցներում նախաճաշի համար ձու եք պատվիրում, ձվածեղի համար կաթին, սա արդեն պատրաստի ձուն է, որ գնում են միշտ ռեստորանային հատվածներում, սենց մեծ ամանով, էփած արդեն հատուկ ջրի մեջ պահվում է, ժամկետները կա։ Իսկ սա էլ ջրիկ ձու է, ինչպես ասում են, արդեն էլի հատուկ մշակված, որպեսզի երկար լինի պահպանման ժամկետը, այս ձվից էլ պատրաստում են ձվածեղ։ Trucks forever. Convoy exceptionnel as well. Բարի լույս սիրելի բարեկամներ, մեր այսօրվա վլոգը սկսում ենք գնումներով, ես հետ գնացել ենք գնումների, նոր ենք վերադարձել, ժամը արդեն 2:35 րոպե,
ամերիկյանն այսօրվա մեր գնումները վերցրել ենք հաց, Irish Jewish rye, այստեղ վիչնաների տեսակներ, հնդկահավով, Վիրջինիա տեսակի համնա կարծեմ էս, հնդկահավ, մեկ էլ հավը ինչ-որ համեմունքներով չեմ հիշում հիմի որներ, root beer, այս ոնց որ կվաստ լինի, իրենց կվասը, մեր հայկական կվասին համը նման չի, տարբեր են ամեն դեպքում, բայց շատ համեղ է, այս English muffin-ներն ենք վերցրել, այստեղ Ալեքսի համար սոկ, նույն հյութն է, ուղղակի դա այս մուլճի համնա, այս մեկը ինչ ասաղ է, և մուլճի է, էլի, այս մեկը սենց, ելակ, բանան, խնձոր, հա, ջեսն է ընտրել, տուփերը ոնց որ տարբեր էին, մտածեցին կարագարակ ենք արել, շատ ուշադիր չենք էլ նայել, թե մանրամասն ինչ ենք վերցնում, չիպս, 2 տուփ, ոնց որ կոտրվել է արդեն, այստեղ բանան, այս հազի դեղից Ալեքսի համար տունը որպիսի լինի չի հազում այս պահին, բայց այս նկատել եմ շատ է օգնում, մի անգամից համ քթից եթե արտադրություն է լինում, դա է չորացնում, հազն է չորացնում, մի խոսքով տանը ուղղակի որ լինի, ստեղի ապտեկայում չկա, որ տենց վազելով գնեմ գամ, աստվածչան եթե հիվան լինի, այստեղ կոնֆետներ են, մրգային համով այս Սոնիկին վերջերս շատ է սկսել սիրել, Սոնիկի խաթր ենք գնել այստեղ Colgate, ատամի մածուկ, այստեղ ադիբուդի popcorn, այս ինչա, իտալական սոսիսները, որ անպայման կպատրաստենք, այս ինչ ենք վերցրել, շլովորցրենց, այս խալա կտրել ես այդ կինը, ինձ թվում է, մենք երկու, ինչև է լավ, սրանից, peanut butter, վերջացել էր չունենք տանը, ու մի բանը, որ վերջանում է, մեկ է Ալեքսս այդ ժամանակ, տանը լինի կաղա 1000-ից մեկ չգիտեմ, այս երկու օրա գալիս ասում է peanut butter եմ ուզում, peanut butter եմ ուզում, ու տանը չունենք, այստեղ մեղեշ, գլխացավի դեղ, ցավազրկող ավելի ճիշտ, այս նրբերշիկներ են, ծխեցրած համով նրբերշիկներ, որ վերցրինք, առաջին անգամ ենք փորձելու, կոնկրետ ես ամեն դեպքում, և ևս մեկ տուփ ադի-բուդի, հիմա ճիշտն ասած չեք պատկերացնի, թե ես ինչ սոված եմ ժողովուրդ, արագ սենդվիչ եմ սարքում ինձ ու Ջեսին, 2 անցա տնից դուրս ենք եկել առավոտ վաղ, ոչ սուրճ ենք խմել, ոչ էլ, արագ սենդվիչ եմ սարքում, որ հետո գնամ երեխու հետևից դպրոց։ Հիշում եմ, ախր գնումները այսքանը չեն էլի հետը բան կար, ոնց կաղա մենք ամերիկան գնումներ անենք ու cranberry juice չվերցնենք լորամրգով, 2 հատ էս լորամրգի հյութը և մեկն էլ էլի Ալեքսի համար 3 հատ ենք վերցրել, կերասա, հա, ես էլ կերասի համով հյութը վերջ, հիմա վերջ։ Ես Ալեքսին դպրոցից վերեցի, ինձ սենց մի նայեք սիրելի բարեկամներ, գիշերը ժամը 4-ից արթնանում եմ, չեմ կարողանում քնեմ, խեղդվում եմ, այս կոկոտներս, նշիկներս մեծացել են, որ շնչել չեմ կարողանում նույնիսկ, խոսել էլ չեմ կարողանում ու մի քիչ առավոտները մրսում եմ։ Ինչև է Ալեքսին դպրոցից վերեցի, բայց շատ տարօրինակ էր, evacuate էին անում, որովհետև 2 տուն էին կողմ, զենքով մարդ ա մտել այդ 2 տուն դպրոցից ներքև, ոստիկանություն են կանչել, ոստիկանությունը շուտ կապվել էր նաև տարածքի դպրոցների հետ, ասել էր, որ երեխեքի հանդեպ զգուշ եղեք, տարածքում զինված մարդ կա, տենց արագ-արագ ծնողներին ասում էին շուտ բան արեք, դուրս եկեք այս տարածքից, գնացեք, որ երեխեքը ապահով լինեն,
շնչակտուր ես եկել եմ տուն պատկերացնում եք, չէ, բայց ում մտքովս անցնում բան եմ անել, ինչքան տարօրինակ մարդիկ կան։ Մի խոսքով մինչև ոստիկանությունը կգար կհասներ, այտենց սիրելի բարեկամներ, դա էլ մեր նորությունը այսօրվա։ Գնամ երեխով զբաղվեմ, նոր ենք մտել տուն, դեռ շորերս չեմ հասցրել հանեմ, ուղղակի ասի ձեզ հետաքրքիր նորությունը ձեզ հետ էլ կա ասեմ էլի, ինչքան ապահով երկրում ենք ապրում, չէ։ Այդպես սիրելի բարեկամներ, հիմա արագ շորերս հանեմ, չեմ հասցրել ոչինչ անել թանկագիններս, ինչևէ սիրելիներ, կշարունակենք մեր վլոգը, նենց էլ գլխացավ ունեմ, այստեղ որ վերցրել եմ, գլխացավ ունեի, դրա համար էլ վերցրել եմ, այսքանը ժողովուրդ կհանդիպենք։ When he takes amolot? No, that? That's amolot? No, amolo. Emerald. Yeah? Look at me, emerald. Amolo. Emerald, there's an L, emerald. Amolo. D. The. Emerald. Would you like one? Yeah? Can I? Hold on, I'll open it for you. Hold on. I know how to open it. Yeah, but we want to open it so that it closes again, okay? One packet today. What? Why? Because one packet. Because. Where's my keys? And what about our How's that cannelloni? Tell mommy. It's good, mommy. Yeah, you like it? Yeah, he's a specialist in cannelloni. Ես ժամանել եմ ռիտուալս, որովհետև ամուսնյակից գրեբն է վերջացել ժողովուրդ։ Այս սրա, այս անտի էջն է օգտագործում, բայց դրա բանն է պետք ամբողջությամբ չէ 32.90 19 եվրո բան ունեն refill ունեն, refill-ն եմ վերցնում Եվրո արժեն, բայց որակը չեմ իմանում, ֆրանսիական է նշացել մեջը գաղնի անուսեն, հին ձևով է բան արած, մեջը լցած, այս էլ ինչա, էլի ֆրանսիական է, եկողի է, կապուկ, մեջը ինչա, ասել ակ 4.99, 4.95 է, գիթաշում, են էլ էր 5, վերմախները, բայց ես ոնց որ ամարային, հա, չէ, պատը սենց փայտ, որ անում են, չգիտեմ, ինչքանով է փոշուց ապահովում, 60 եվրո արժի մի հատը, այս սենց պատը վրա են կպցնում, այդ չգիտեմ, օրինակ ինձ թվում է փոշու համար այդքան էլ հարմար չի լինի, կաղա սիրուն է, բայց փոշուց չի պաշտպան ինձ թվում է, բոթասներ եմ նայում, այստեղ պոլո ֆիրմայի սենց բոթասներ կան, չգիտեմ իհարկե ոնց որ թե իրա չափսը ստեղ չկա, մեծա տենց բայց գինն էլ չկա, որտեղ նայում եմ, գին չկա կպցրած, 29.99, 30 եվրո է, տարբեր գույները ունեն, ես աղջիկների համար է, նմա իրա հակով տեսնեմ, կա, բայց համարներն է, չէ, ես պետք է 27 միրապը, բայց կանաչ գույնը չեմ ուզում, ուրիշ գույն, սպիտակը, կարմիրն էլ ոչինչ, սպիտակը բայց հիմնականում։ Երեք տանը չենք եղել, ջեսուպ մի պահ դուրս է եկել, ես աշխատանքի է ջեսապ, մի պահ դուրս է եկել, գնա երեխուն դպրոցից բերի ու որ ասում են թարսի նման պոստմենը, պաչտալյոնը հենց այդ ժամին է եկել ու ծրար ունենք, չի թողել ոչ մեկի մոտ անշնորհքը, հիմա արագ գալիս եմ պոչտա, բայց չնայեցի ժամերը աշխատում են, չեն աշխատում, քանիսից քանիսն են աշխատում, այսօր շաբաթօր է, հիշելով եմ եկել, հիշում եմ, որ կարծեմ մինչև ժամը 11-ը թե 12-ը աշխատում ենք, 10-ը չկա, եթե չեմ սխալվում, ափսեները լվանում էի, լվանալու ընթացքում ասեցի դեռ 10-ը չկա, հուսամ շատ ժամանակ չի անցել էլի, չեմ կարծում մինչև 10-ը աշխատեն, գոնե 11-ը, 12-ը պետք է աշխատեն դեսօր, ինչերը հեսա պարստ կլինի, իպր այսօր պետք է հանգստանայ, մի քիչ առավոտյան, հենե չէ, ես գործերով եմ գնում։
Փաթեթը ստացա, հեսա գնանք միասին բացեմ, բայց մինչև գնալը շուկա կմտնեմ։ Շուկայից ելակի սեզոնն է մեր մոտ։ Տեսնեմ, եթե լավ ելակ ունեն, այն սալակս չեմ վերցրել, որ լավ շուկան է, բայց դե ոչինչ լավ։ Ինչ է ուզում ասել, սիրելի թանկագին բարեկամներ։ Հա գնանք տեսնեմ հետո այս ինչա իմ համար լանակ ընկալ։ Իրականում ասեմ, չգիտեմ ինչա մեջ ազնիվ խոսք։ Միասին հեսաբացենք, բացահայտենք։ Ինչքան ծաղիկներ կան, համ ծաղիկներն են շատ, համ մարդիկ են շատ այսօր։ Այս իտալական հատվածն է, ինչը ռոզատո, կարմիր գինի, տնական է երևի, հա։ Այս սպիտակ գինին է։ Ինձ ելակն է հարկավոր, բայց առայժմ չեմ հասել ելակին մոտ։ Ստեղ բիշում փոխել են տեղել, ստեղ մի ժամանակ մուշկին, որ ճարում են կոմ դնում դա։ Ելակը 250 արժի, բայց բինը սպրտնանց այդքան է դուրի։ Լուրիշտարն է ելակը։ Ես արդեն տանն եմ, սիրելի բարեկամներ, ոչինչ առանձնապես չգնեցի շուկայից, բացի ելակից, ելակը լավ ելակներ չկային։ Այս մեկը բաներ, ոչինչ էր, անցորդ է։ Ինչև է, 5 եվրո արժեր, 4.99 ձմերուկի կիլոն էլ 250 արժեր։ Ձմերուկ սիրելի բարեկամներ և սա ոչ առանձնապես ընդհանուր 10 եվրո 30 սունդինում եմ վճարել ես երկուսին ու վերադարձատուն այսա բանը կբացենք ես ինչ էր անում ծանոթ տեսնեմ բացի ինչա կարաս բացես թե մկրատ բերեմ Սպասի կտրեմ մկրատով Սպասի մատի կտ ահա Գիտես ով ուղարկել իմ ջան Փաթեթը ստացել եմ գիտեք որ Բելգահայ ռադիոկայանում սիրելի բարեկամներ ունեմ Վաու Ալեքսիս սիրուն է ես արդեն գիտեմ ես ինչա Հելնա ինչա Ես սիրուն է նայի Բելգահայ ռադիոկայանում ունեմ չէ փոքրիկ սենց հատված ունեմ Եթե հետաքրքիր է դուք կարող եք անպայման լսել օրվա ընթացքում շատ հավես ու մեկ էլ կուրտ կաբել գահայ վաու շատ սիրուն է ապրեն անպայման կհագնեմ մեծ սիրով հա Look honey what a beautiful thing Wow, look at an official Spelunka High girl. Wow, Italy. Belga High. It's candy. What do you mean it's candy? It's not candy. Daddy? You thought it was candy? Look, it's the same Oh color. my god this one and this one They are beautiful no? Beautiful. Very They are very very beautiful nice. yeah Yeah. Շատ սիրուն է Շատ շնորհակալ եմ Oh, very nice. Մեծ very հաճույքով կհագնեմ Հենց այսօր էլ կհագնեմ նույնիսկ գնամ աշխատանքի Ճիշտ աշխատանքի տեղը մենք մեր հագուստով Very չենք լինում nice. բայց կթիզանամ աշխատողներիս մոտ nice. Nicely done too. Yeah, very nice. Yeah Ես էլ շատ I love their հավանացի logo. Yeah շատ սիրուն լոգո yeah